պետական հայրապետն ամենայն հայոց, ըստերը Տեր Գարեգին երկրորդ սրբազնագույն կաթողիկոսը, նաև Արարատյան հայրապետական թեմից, ըստ Բարեխնամ առաջնորդական փոխանորդն, ըստ Տեր Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսը, շնորհեցեք մեզն երկայնավոր ուղիղ վարդապետության։ Նաև ըստ հանրապետություն Հայաստան աշխարհի և ժողովուրդը Հայոց, զորացրուց ձեզ և պահպանես ձեզ համայրանս ընդունանյամբ ամենազորաչոքով իշխանությամբ, իր խաղաղությամբ և անսասանությամբ։ Ունեցողին ավելիով ինտրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենաթող կրճաշինը։ Այսօրվա ավետարանական պատգամը Քրիստոս մեզ ներկայացնում է մնացների արտակոց։ Երբ մի ազնվական գտնում եմ իր թագավորությունը ստանալու և իր ծառաների 10 մնաց է տալիս, ոչ թե հավասար շահույթ պահանջելով այդ հավատարմությունը։ Ծառաներից երկուսը
գործի են գնում մնացները և ավելիով շան։ Երորդը վաղից, որ չկորսի իրոջ տված մնասը, տանում ծրարում և պահում են և արժանանում իրոջ դարապատականում։ Ու դատաստանը հստակ է, ինչպես որ եզրակացնում են Քրիստոս, ոչ թե խնդիրը մեծ չգործելն է, այլ խնդիրը փոքրի մեջ հավատարիմ լինելու։ Խնդիրը այս կյանքում անտարբերության և ոչինչ չանելով օրերը պատմելն է։ Ուստի օրվա պատկանը մեզ ուշացնում է հեռու մնալ ապահով անգործությունից և հավատարիմ մնալ փոքրի մեջ։ Աստված մեզ չի հարցնում ինչքան ունես, այլ հարցնում է, թե ինչպես վարվեցի այն փոքրի հետ, որը ես քեզ վստահեցի։ Ու այս հարցին մենք պիտի պատասխանենք այսօր, հատկապես երբ որ պատրաստվում ենք տարին ամփոփելու և նոր տարին դիմավորելու։ Չնայած շատ կարևոր հարց է այսօր մեր իրականության մեջ, որ կարծում եմ յուրաքանչյուրիս բարակային կարող է առաջանալ, երբ որ մանավանդ այս օրերին տեսնում եք փողոցը, խանութները, արևտուրը ու մարդիկ ամենად վազում են ու շտապում։ Ու ոչ միտեղ շտապում են ոչ միտեղ։ Կամ առավելագույնը մեր տոնական սեղանն է և խնդիրը։ Հետևաբար մեզ մոտ շատ բնական հարց է, ինչ տոն է նորմալին մեզ համար։ Ուտել խմելու համար է։ Են որ մենք հաջող ասում ենք կենացնելով հայրենիք ենք պահում, իրար ենք օգնում, իրար աջակցում, թե և մեկս մյուսի երջանկություն մաղթելու առիթ է ներկայացնում։ Բայց երջանկությունը չենք մաղթում։ Երջանկացապես մարդկանց երջանկացում է։ Գուցե մեր ձեռքբերումների ամփոփման առիթ է ներկայացնում։ Թեև եթե կան ձեռքբերումներ, ոչ թե պիտի ամփոփենք, այլ պիտի փորձենք այդ ձեռքբերումները իմաստավորենք, դարձնենք մնացներ և դա նաև մեր կյանքում իրարենք այնպես, որ բարիք ստեղծենք։ Եվ շատերը կասեն, որ նոր տարի ապագայի սպասումների մասին խոսելու առիթ է։ Եվ գուցե սա այդպես է։ Եվ կարևոր է մեր ապագայի սպասումների մասին խոսել, բայց դրա համար պարտադիր չի մտարի նշել։ Դրա համար պետք է պարզապես ամեն մի օրը նորովի անպես, ինչքան է որ դժվար է։ Եվ հետևաբար ես չգիտեմ, մենք ուզում ենք 5 տարի շուտ անցնի, թե նոր տարի շուտ գա։ Բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս ժամանակի իշխանությունից դուրս գանք և ապրենք սիրո ռիթմի մեջ։ Աստված մեզ հնարավորություն տվեց ապրելու ևս մեկ տարի, և բնականաբար անկախ ամեն ինչից մենք փորձում ենք այս տարին ամփոփել։ Բայց նաև հարց է, թե ինչ է ամփոփենք կամ ինչի համար։ Տարին որպես այդպիսի լավ կամ վատ անցավ, ապրեցինք և այս անցնող տարվա ընթացքում ցավալի իրողություններ շատ տեսանք ու արձանագրեցինք։ Կորուստներ, դժվարություններ։ Եվ հիմա ինչ մենք պիտի կանենք ասենք, որ անցնող տարում եղան այսպիսի բացասական վատ երևույթներ արձանագրենք և այդ վեճը ծալենք դնենք մի կողմ ասնենք առաջ, ասես ոչինչ չի եղել։ Իհարկե ոչ, եթե պիտի այսպես ամփոփենք, ես համաձայն չեմ։ Աստված մեզ տվեց ապրելու և արարելու հնարավորություններ, շնորհներ մեզ տվեց։ Եվ մենք այդ բոլորը վարվեցինք։ Հետևաբար ոչ թե պիտի ամփոփենք տարին, այլ բացահայտենք այն ամենը, ինչ որ չարեցինք կամ որտեղ որ մենք թերացանք ու պայքարենք։ Օրվա պատկանը հենց դա է վկայում, որ չապրված, չգիտակցված ճշմարտությունը
երբեք չի մնում չեզով, այնքան դառնում է քո էությունը կամ դառնում է ճշմարտությունը քոնը լինելուց։ Եվ մենք ինքներս շատ հաճախ հրաժարվում ենք աստվածային ճշմարտությունից, ապավինում մեր մարդկային ճշմարտության։ Մտածելով, թե մենք մեր ուժերով, մեր ինքնուրույն կարողություններով պիտի կարողանանք մեր կյանքը կարգավորել, կարգի բերել։ Ու գիտեք, միշտ շատ հաճախ սատանան այստեղ մեզ խաբում է։ Մեզ սատանան միշտ որպես կանոն հասցնում է ճշմարտության շատ մոտ վերջի պահին շեղում։ Ասելով, որ այո դու կարող ես, բայց երբ որ մենք մտածում ենք, որ մեր ուժերով կարող ենք շտկել մեր սխալները եւ ոչ թե իբրև մեղավոր կանգնել Աստծո առաջ, այլ շտկել մեր սխալները, որպեսզի մարդիկ մեզ ծափահարեն եւ մեր մասին լավ մտածեն, այստեղ է խափան։ Աստված մեզ տվել է բազմաթիվ շնորհներու հնարավորություններ, շատ կամ քիչ կարևոր չի, բայց մենք այդ բոլորը թողնում ենք մի կողմ, ստեղծում ենք մեր կյանքի բարելավման մի ծրագիր, մեր կարողությունների եւ մեր չայգերներով իմաստության շրջանակներում եւ փորձում ենք մեր սխալները շրջել, որպեսզի մարդկանց դուր գան, ոչ թե Աստծո առաջ կան։ Իսկ եթե մենք համարձակություն ունենանք Աստծո առաջ կանգնելու, մենք կկանգնենք մենակ մի պայմանով, իբր մեղավորի։ Եվ կխնդրենք Աստծո ողորմություն ու սերը, որպեսզի մեզ առաջնորդի դեպի փրկություն։ Այլապես խաչի խորհուրդը, խաչի խավիչ խորհուրդը մենք շատ հաճախ չեղարկում ենք, որովհետև խաչը մենք ավելի շատ օգտագործում ենք մեր ինքնահաստատման համար, ոչ թե դեպի Աստված տանող ճանապարհի անսայթակ ու ամուր կանգնելու համար։ Բայց փորձենք նաև մտածել, թե ինչքան մեր կյանքում ամեն բան կփոխվեր, եթե մենք անկեղծ լինեինք ինքներս մեր նկատմամբ, բացահայտենք ոչ միայն մեր սխալները, այլև բացահայտեինք մեր սրտում ծրարված մնացները։ Ու ոչ թե վախենանք այդ մնացները փորձնելուց, այլ Աստծո սիրով, Աստծո շնորհով ուրախացած ու զորացած փորձենք այդ մնացները ի գործ դնել։ Իրական արտությունը գալիս է մեր կյանքում այն պահին, երբ մենք կանգնում ենք մեր կյանքի փլատակների առաջ ու տեսնում, որ բոլոր ջանքերը մեր առանց Աստծո դատապարտված են։ Ու այդ պահին երկու ճանապարհ կա։ Կամ ընկնել անդունդի խորքը ու կործանվել, կամ թեկուզ այդ անդունդի խորքից մեր հայացքը բարձրացնել դեպի երկիր, դեպի Աստված։ Ու ինչքան էլ այդ հայացքը կիսատ կամ թերի լինի, բայց դա ամենալավ աղոթքն է, որ այդ խավարի մեջ մենք կարող ենք անել։ Գուցե շատ վրան ընկելով այսօր փորձեցի չասվել ձեզ որ տարվա դրամատուրգիա, բայց չեմ կարող այնքան, որովհետև չեմ կարող չասել, որ այսօր մեր ուրախության մեջ լաց չկա եւ մեր լացի մեջ ուրախություն չկա։ Բայց ես հույս ունեմ, որ եկող տարի Քրիստոսի ծննդյան ավետիսով մենք կկարողանանք մեր լացի մեջ ուրախություն գտնել, հոգևոր մխիթարություն գտնել եւ Քրիստոսի ծննդյան ավետիսով մեր արցունքների միջին շփտալ ու ապրել այնպես, որ մեր սովորական տարին, առաջիկա տարին մնա նույնքան սովորական, բայց ոչ մի մնաց այդ տարվա ընթացքում մենք չփոխենք։ Չմնենք անտարբեր մեկս մյուսի նկատմամբ, չմատնվենք անգործության եւ հոգի մեջ միշտ լինենք հավատարիմ։ Սա ամենասովորական առաքելությունն է քրիստոնեի։ Հետևաբար ես չեմ մաղթում եկող տարի լինի անսովոր, երջանիկ, արտասովոր, թող լինի ամենասովորական քրիստոնեային տարի, որտեղ մենք կարողանանք վերագտնել ինքներս մեզ եւ ապրել ամենասովորական կյանք, բայց մեր սրտում ու հոգում ունենալով աշխարհի ամենամեծ հրաշք Աստծո սերը։ Նոր տարին իբրև նոր հնարավորություն չի սկսվում ժամացույցի սլայդի կտրույթով։ Նոր տարին սկսում է այն պահից, երբ որ մարդը իր հոգում, իր սրտում բացահայտում է այն մնացները, որ Քրիստոս մեզ պարգևել է։ Երբ որ մարդը չի փորձում այդ մնացները ծրարելով թաքցնել
և ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Եվ վերջում ես ուզում եմ մաղթել ամենքին, որ ոչ թե ձեր նոր տարին նոր լինի, այլ ձեր ամեն մի օրը, նոր ոչ թե աղմուկով, այլ աղմությամբ, նոր լինի ոչ թե անիրական խոստումներով, այլ լուր խոնարհությամբ, երբ որ մենք կկանգնենք Աստծո առաջ և կասենք, Տեր Աստված, այսօր ինչ ես վստահել ինձ, և թող ամբողջ տարվա ընթացքում մեզ ուղեկից լինի ոչ թե սպառված արդարացումը, այլ լուր խաղաղությունը, որը մեզ պիտի բերի երկնային ուրախության և հավիտենական կյանքի։ Շնորհ Տիրոջ մեր Հիսուսի Քրիստոսի և Երկու մեծ համարտակած այն բանվարով բանանս բերանս մեր կարտանս կեզ ետնավոր հայրն և գերին ասել։
Զայեկյակ, ույս, հարություն, խաղություն և թողություն մեղած, Սաղմոս ասացեք յարնաստուծո մերում, Սաղմոս ասացեք երկնավոր թագավորիս մերում անմային, որ նզվի կարը կերով էական։ Amen.
Gospel Iisus Hristos, Ierusalim, Amen. Amen.